Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք հարևանների նախանձից պաշտպանվելու միջոցների մասին, ինչպես պաշտպանել ձեզ և ձեր տունը։ Անկախ նրանից դուք հավատում եք էներգիաներին, թե պարզապես հոգեբանական ազդեցությանը, մի բան պարզ է. կարևոր է պաշտպանել ձեր տունն ու ներքին խաղաղությունը։ Երբեմն հարևանների հետ հարաբերությունները լավ չեն լինում։ Արտաքուստ ամեն ինչ նորմալ է թվում, բայց դուք կարող եք զգալ լարվածություն։ Որոշ մարդկանց հետ խոսելուց հետո տրամադրությունն ընկնում է։ Տանը անհարմար եք զգում։ Ձեր ուրախությունը կարծես ինչ-որ մեկին նյարդայնացնում է։ Այսպիսի դեպքերում մարդիկ հաճախ ասում են կան նախանձ, ծանր էներգիա կամ բացասական ազդեցություն։ Ինչ կարող եք անել։ Պաշտպանեք ձեր անձնական սահմանները, ամեն ինչ մի պատմեք բոլորին։ Տանը ստեղծեք խաղաղ մթնոլորտ, մաքուր պահեք, օդափոխեք և ավելացրեք լույս։ Ավելի շատ շփվեք դրական մարդկանց հետ։ Զբաղվեք այնպիսի գործերով, որոնք ձեզ հանգստացնում են։ Փորձեք չարձագանքել բացասականին։ Ամենակարևորը պահպանիր քո ներքին հավասարակշռությունը։ Երբ դու հանգիստ ես, քո վրա ավելի դժվար է ազդել։ Ինչու է հարևանների նախանձը երբեմն շատ ուժեղ զգացվում։ Տունը այն վայրն է, որտեղ մարդը ուզում է իրեն անվտանգ զգալ, բայց հարևանները միշտ մոտ են և դժվար է նրանցից ամբողջությամբ հեռու մնալ։ Նրանք տեսնում են քո կյանքը, նկատում են փոփոխությունները, քննարկում են գնումները, հաջողությունները, հյուրերին, վերանորոգումը, արտաքին տեսքը, նույնիսկ տրամադրությունը։ Նախանձը հաճախ առաջանում է համեմատությունից։ Եթե ինչ-որ մեկը ուրիշի հաջողությունը վատ է ընդունում, դա կարող է տարբեր ձևերով երևալ, օրինակ, կծու կամ վիրավորական խոսքերով։ Դե քեզ ինչ կա, դու միշտ կարողանում ես լավ գնումներ կատարել։ Չափազանց հետաքրքրություն քո կյանքի հանդեպ, վատ հայացքներ, բամբասանքներ, մշտական քննադատություն, շփումից հետո տարօրինակ հոգնածության զգացում։ Նույնիսկ եթե մարդը բացասական կամ բացահայտ ոչինչ չի անում, նրա բացասական վերաբերմունքը կարող է զգացվել։ Այդ պատճառով կարևոր է պաշտպանվել։ Ոչ միայն տարբեր սովորույթներով կամ ռիտուալներով, այլ նաև պահել քո անձնական սահմանները։ Պաշտպանվելու եղանակները։ Առաջինը դա շատ բան չպատմելն է։ Ամենաարդյունավետ ձևերից մեկը քո կյանքի մասին քիչ խոսելն է։ Բոլոր լավ լուրերը պարտադիր չէ, որ ուրիշներն իմանան։ Որքան քիչ մարդիկ իմանան քո ծրագրերի, եկամուտների, գնումների և հարաբերությունների մասին, այնքան քիչ կլինի նախանձի պատճառը։ Պահպանիր այս պարզ կանոնները։ Մի պատմիր քո կարևոր ծրագրերը նախապես։ Մի պարծենա հաջողություններով։ Մի քննարկիր ընտանեկան հարցերը։ Մի բացահայտիր ֆինանսական մանրամասները։ Պատասխանիր հանգիստ, բայց կարճ։ Շատ դեպքերում լռությունն ամենաուժեղ պաշտպանությունն է։ Երկրորդը դա մաքրությունն է և կարգուկանոնը տանը։ Կարծում եմ բացասականը ավելի հեշտ է կուտակվում այնտեղ, որտեղ կա խառնաշփոթ, կեղտ և հին անպետք իրեր։ Մաքուր և խնամված տունը ավելի պաշտպանված է արտաքին ազդեցություններից։ Օգտակար է հաճախ օդափոխել սենյակները, ազատվել կոտրված ու անպետք իրերից, լվանալ հատակը աղով, չկուտակել աղբ ու ավելորդ իրեր։ Պահպանիր լույսն ու ջերմությունը տանը, օգտագործիր հաճելի բնական բույրեր։ Աղը վաղուց համարվում է մաքրող ուժեղ միջոց։ Շատերը հատակը լվանալու ջրի մեջ մի քիչ աղ են ավելացնում։ Հատկապես անհարմար հյուրերից հետո, վեճերից հետո կամ լարված շփումներից հետո, թեկուզ տան անդամների հետ։ Աղը օգնում է հեռացնել ծանր էներգիան։ Երրորդը դա մուտքի դռան պաշտպանությունն է։ Տան մուտքը ամենակարևոր տեղերից մեկն է։ Հենց դռան միջոցով կարող է ներս մտնել ոչ միայն մարդը, այլ նաև նրա տրամադրությունը և բացասական վերաբերմունքը։ Պաշտպանվելու համար մարդիկ անում են հետևյալը. շեմի մոտ մի քիչ աղ են լցնում։ Դռան վրա կախում են պաշտպանիչ առարկա։ Դռան ներսի կողմից ամրացնում են ասեղ։ Հետևում են, որ գորգը միշտ մաքուր լինի։ Մուտքի մոտ չեն պահում կոտրված կամ կեղտոտ իրեր։ Ոմանք նաև դռան մոտ դնում են փոքր պաշտպանիչ իրեր, խոտաբույսերով պարկ,
կարմիր թել, ամուլետ կամ սրբապատկեր։ Կարևորն այն է, որ այդ իրերը ձեզ հանգստություն ու վստահություն տան։ Չորրորդը դա հայելու պաշտպանությունն է։ Այ օրինակ, որտեղ որ ես հիմա ապրում եմ, 7-րդ հարկը, հենց 7 թիվը, այնտեղ ամբողջ այդ կինը պատել է հայելիներով։ Ամբողջը, որ մտնում ես, անգամ վախ ես ապրում։ Շատ ավանդույթներում հայելին համարվում է պաշտպանիչ գործիք։ Կարծում են, այն կարող է արտացոլել բացասականը։ Փոքր հայելին ճիշտ տեղադրելու դեպքում կարող է օգնել տուն չթողնել վատ հայացքը կամ նախանձը։ Ինձ թվում է եւս մեկ անգամ պետք է բարձրանալ եւ տեսնել, թե ինչպես է տեղադրված այն։ Երևի վիդեո անեմ ձեզ համար։ Բայց հայելին պետք է լինի մաքուր ու անվնաս, չպետք է լինի կոտրված կամ տհաճ զգացողություն առաջացնի։ Կան նաև հոգեբանական մեթոդ։ Պատկերացրու, որ ուրիշների զայրույթն ու բացասականը վերադառնում են իրենց, ձեզ չվնասելով։ Այս մեթոդը օգնում է պահպանել ներքին հանգստությունը, նույնիսկ դժվար եւ տհաճ շփումների ժամանակ։ 5-րդը դա աղոթքն է, մտադրությունը եւ ներքին ուժը։ Շատ մարդկանց համար ամենաուժեղ պաշտպանությունը հոգևորն է։ Դա կարող է լինել աղոթք, դիմում բարձր ուժերին, սաղմոսների ընթերցում, մեդիտացիա կամ պարզապես հստակ ներքին որոշում։ Որոշում չթողնել ուրիշների բացասականը քո կյանք։ Կարևոր է սա անել պարբերաբար, ոչ միայն վախի պահերին։ Երբ դու հանգիստ ու վստահ ես, դա արդեն ուժեղ պաշտպանություն է։ Կարող ես օգտագործել պարզ մտադրություններ։ Իմ տունը պաշտպանված է ամեն վատից։ Ես չեմ ընդունում ուրիշների բացասականը։ Իմ տանը կա խաղաղություն ու բարություն։ Ամեն վատ բան անցնում է իմ կողքով։ Այս մեթոդների ուժը ոչ միայն միստիկայի մեջ է, դրանք օգնում են քեզ զգալ ոնց որ ավելի վստահ ու կայուն եւ պահպանել ներքին հավասարակշռությունը։ 6-րդը դա չսնել կոնֆլիկտը։ Շատ հաճախ նախանձող եւ բացասական տրամադրված մարդիկ սպասում են ձեր արձագանքին։ Նրանք կարող են սնուցել ձեր նյարդայնությունը, արդարացումները, հուզական պոռթկումները կամ սեփական ճշմարտությունը ապացուցելու ցանկությունը։ Այդ պատճառով լավագույն պաշտպանություններից մեկը չմտնել անպետք կոնֆլիկտների մեջ։ Ձեր էներգիան պահպանելու համար օգնում է խոսել հանգիստ եւ կարճ, չարդարանալ, ագրեսիային չպատասխանել ագրեսիայով, չներքաշվել բամբասանքների մեջ, չքննարկել ուրիշ հարևաններին, պահպանել հեռավորություն նրանցից, ովքեր ձեզ անհարմարություն են պատճառում։ Երբեմն էներգետիկ պաշտպանությունը պարզապես այն է, որ դուք չեք բացում ձեր կյանքի դուռը այն մարդկանց համար, ովքեր գալիս են ոչ բարի մտադրությամբ։ 7-րդը դա բույսերն է եւ բնության օգնությունը, որ պահպանեք տունը։ Շատերը տան պաշտպանման համար օգտագործում են բույսեր, որոնք կապված են տարածքի մաքրման եւ ներդաշնակության հետ։ Համարվում է, որ որոշ բույսեր օգնում են մեղմել բացասական էներգիան եւ ստեղծել ավելի ջերմ ու հարմարավետ մթնոլորտ։ Ամենահաճախը դա ընտրում են գերանյան, ալոեն, դափնին, խնկունին, անանուխը, օշինդրը եւ գիհին։ Որոշ բույսեր պահում են տանը, կաթսաների մեջ, իսկ մյուսները օգտագործում են չոր խոտերի տեսքով, փոքր պարկիկների կամ բույրերի տեսքով։ Բնական բույրերն ու կենդանի բույսերը իրականում դրական ազդեցություն են ունենում մարդու հուզական վիճակի վրա, օգնում են նվազեցնել անհանգստությունը եւ դարձնում տարածք ավելի հանգիստ եւ հարմարավետ։ Ինչպես հասկանալ, որ պաշտպանությունը աշխատում է։ Շատ հաճախ փոփոխությունները չեն զգացվում որպես ինչ-որ կախարդական երևույթ, այլ արտահայտվում են շատ իրական նշաններով։ Տանը սկսում է ավելի հանգիստ եւ խաղաղ մթնոլորտ տիրել։ Անհաճո մարդկանց հետ շփումից հետո ավելի քիչ հոգնածություն եք զգում։ Անհանգստության զգացումը աստիճանաբար վերանում է։ Քունը բարելավում է եւ դառնում ավելի հանգիստ։ Նվազում է դյուրագրգռությունը եւ դուք ավելի հավասարակշռված եք դառնում։ Առաջանում է զգացում, որ ձեր տարածքը կրկին դարձել է ձերը եւ ապահով։ Երբեմն բավական է մի քանի պարզ քայլ, որպեսզի նկատեք, թե որքան ավելի թեթև եւ հանգիստ եք զգում ձեր սեփական տանը։ Նախանձից պաշտպանություն։ Հարևանների համար
Այլ մարդկանց նախանձից պաշտպանությունը միայն թալիսմաններով կամ ժողովրդական մեթոդներով չի սահմանափակվում։ Դա առաջին հերթին վերաբերվում է ձեր անձնական սահմաններին, տան մթնոլորտին և ներքին վիճակին։ Եթե ձեր տանը կա կարգ ու կանոն, ձեր մտքերում հանգստություն, իսկ սրտում վստահություն, ապա ուրիշների վատ նայվածքը արդեն չի կարող հեշտությամբ խախտել ձեր հավասարակշռությունը։ Իրական պաշտպանությունը սկսվում է այն պահից, երբ մարդը դադարում է վախենալ և վերադառնում է իր իրավունքին՝ ապրել խաղաղ, անվտանգ և ներդաշնակ տարածքում։